Հարգելի գործընկերներ, Մասիս խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, հայրենակիցներ։ Այսօր մենք Դավիթ Համբարձումյան դաշին խմբակցության անդամներս կրկին վերահաստատեցինք մեր միասնությունն ու համախմբվածությունը, մեր պատասխանատվությունը մեկս մյուսի հանդեպ եւ ամենակարևորը համայնքի զարգացման շարունակականության նկատմամբ։ Անշուշտ չէի կասկածում, քանի որ Դավիթ Համբարձումյանի կողմից եւ նրա շուրջ ձևավորված թիմը չէր կարող այլևս դրսևորել իրեն։ Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրից ինձ որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելու եւ ընձելու համար։ Շնորհակալ եմ։ Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Մասիս համայնքի անկախ ավականի Արամ Գասպարյանին, համայնքի ավականու պարտականություններին այսքան մեծ պատասխանատվությամբ մոտենալու համար։ Սա նշանակում է, շնորհակալ եմ բոլորիցդ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ։ Դավիթ Համբարձումյանից հետո շարունակել նրա գործը շատ բարդ է լինելու ինձ համար, քանի որ նա տիրապետում էր ոչ միայն համայնքային, այլ համայնքում ապրող յուրաքանչյուր անձի անհատական խնդիրները։ Որքան էլ բարդ լինի, վստահ եմ, մեծ հպարտությամբ եմ շարունակելու աշխատել եւ իրականացնել զարգացման ծրագրերը Դավիթ Համբարձումյանի թիմի հետ միասին, որի մի փոքրիկ մասնիկն եմ նաեւ ես։ Մեր աշխատանքի արդյունքում Մասիսին պիտի զգա, որ նրա կողմից ձևավորված թիմը արժանապատվորեն շարունակում է կառավարել Մասիս համայնքը, կամ ինչպես Դավիթ Համբարձումյանն էր հաճախ ասում, ծառայում ենք Մասիս համայնքին, ծառայելու ենք Մասիս համայնքին։ Մասիս համայնքում տեղակայված տասնյակ հազարավոր Արցախից բնի տեղահանված մեր հայրենակիցներ պետք է շարունակեն զգալ իրենց այդչափ գնահատված, ընդունված, ինչպես Դավիթ Համբարձումյանի կառավարման ժամանակ էր։ Եվ մենք պարտավոր ենք նույն հոգատարությունը դրսևորել նաև մեր Արցախից բնի տեղահանվածներին։ Եթե չկարողանանք ապահովել այս թվարկածներս, մեզ չի ների մեր թիմի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ Սակայն վստահաբար ասում եմ, կարող եմ եւ պարտավոր ենք։ 2016 թվականին եւ Դավիթով նոր շունչ առավ Մասիս քաղաքը, արդեն ակնհայտ էր, որ 2021 թվականի խոշորացումից հետո Դավիթ Համբարձումյանի կողմից ձևավորված քաղաքական թմի կարգախոսը լինելու է ապացուցել եմ աշխատանքով։ Քանի որ քաղաքում իրականացված եւ այդ նոր շունչը զգում էին մեր քաղաքի շուրջ գտնվող գյուղական բնակավայրերը, իսկ 21 թվականի ընտրություններից հետո արդեն այդ նոր շունչը, այդ զարգացումը թևակողեց նաեւ 26 գյուղական բնակավայրեր։ Ինչու եմ վստահ կամ գուցե ինքնավստահ ասում կարող եմ շարունակել։ Քանի որ 2016 թվականից ես եւ իմ ընկեր, իմ ղեկավար Դավիթ Համբարձումյանը կողքի ենք եղել, աշխատել եւ փորձել լուծել անլուծելին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Համբարձումյանին եւ եւս մեկ անգամ ծափարել նրա մարդ տեսակի համար։ Եվ վստահ եմ, շուտով կհաղթի արդարությունը եւ մեր քաղաքապետարան ընկերը կհայտնվի ազատության մեջ։ Պարոն Համբարձումյան, իմ ընկեր, իմ եղբայր, քո թիմը ավելի կոփված, ավելի ամուր քո կողքին է, այսօր, վաղը եւ միշտ։ Ազատություն քաղաքապետարան Դավիթ Համբարձումյանին եւ մյուս բոլոր քաղաքապետարաններին։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ։ Առաջ դեպի զարգացած Մասիս, հավատով դեպի արժանապատիվ եւ ապահով Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալություն։